Ապրել առանց կարծրատիպերի և բռնության հավասար իրավունքներով։ Համապատասխան գրություններն այս ուղերձն ունեն։ ԱԳԱԹ հասարակական կազմակերպությունն էր իրականացրել միջոցառումը ֆլեշմոբի ֆորմատով, որը հնարավորություն է տալիս սևեռել կանանց ուշադրությունը դարի կարծրատիպային խնդիրների շուրջ։ Բոլոր մարզերում կանայք և աղջիկները ենթարկվում են բռնության, իսկ հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները առավել խոցելի են, և մենք պետք է բոլոր ծառայությունները նաև դարձնենք մատչելի, որպեսզի այն ծառայությունները, որոնք որ տրամադրվում են աջակցման կենտրոնների կողմից կանանց և աղջիկներին, իրենք լինեն նաև հասանելի և մատչելի հաշմանդամության բոլոր խմբերի անձանց։ Կանանց մարտի 8-ի միամսյակի շրջանում ավելի շատ ուշադրություն դարձնեն ոչ թե նվերներին, ծաղիկներին, այլ ուշադրություն դարձնեն կանանց իրավունքներին, ցավոք սրտի մարտի 8-ին և միամսյակի ընթացքում չկարողացանք կազմակերպել և որոշեցինք գոնե ապրիլի 7-ին, այսինքն միամսյակը փակելուց կարողանանք փոքրիկ ակցիա իրականացնել։ Նպատակը արդեն իսկ ասեցի, որ կանանց իրավունքների վրա ուշադրություն գրավելն էր։ Գյումրու Վարդանանց հրապարակում լուսանկարվելու համար նախատեսված ստենդը պատկերում է կարծրատիպային բառերի և բռնության փակ պատի քանդումը կանանց և հիմնականում հաշմանդամություն ունեցող կանանց կողմից։ Մենք աշխատում ենք օրենսդրական մակարդակում, որպեսզի ունենանք այն լավ բարեփոխումները օրենսդրական, տարբեր ենթաօրենսդրական եւ օրենսդրական ակտերում, որոնք որ պետք է պաշտպանեն բոլոր կանանց անխտիր եւ կանանց իրավունքները, այո, պետք է լինեն պաշտպանված մեր երկրում, մեր համայնքում։ Այսօր մենք անդրադարձել ենք բռնության 4 տեսակներին՝ ֆիզիկական, սեռական, տնտեսական եւ հոգեբանական բռնության տեսակներին, եւ ամենաշատը կուզենայի խոսել նաեւ հոգեբանական բռնության մասին, որովհետև դա բավականին տարածված է մեզանում, հենց օրինակ կարծրատիպային բառերի միջոցով եւ ամենաշատը հենց հոգեբանական բռնության ենթարկվում են հաշմանդամություն ունեցող կանայք։ ԱԳԱԹ հասարակական կազմակերպությունն օրվա ընթացքում կոչերով շրջել է քաղաքով եւ բաժանել տեղեկատվական թռուցիկներ, որտեղ ներկայացված են ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությունները, բռնության կանխարգելման եւ պաշտպանության մեխանիզմները։ Մասնակիցներ կային Հայաստանի տարբեր կողմերից։ Ես հաշմանդամություն ունեցող կին եմ, ով կոտրել է մի հատ շատ մեծ կարծրատիպ մեր հասարակությունում, որ հաշմանդամություն ունեցող աղջիկները չեն կարող կազմել ընտանիք, ամուսնանալ, չեմ խոսում նաեւ երեխա ունենալու մասին, քանի որ շատերը մտածում են, որ երեխաները նույնպես կարող են ծնվել խնդիրներով կամ մենք ինքներս չենք կարող իրականացնել խնամք մեր երեխաների համար, սակայն ես այսօր այստեղ եմ, որպեսզի մի շարք մարդկանց ապացուցեմ, որ այդ ամենը հնարավոր է։ Միանշանակ շատ ուրախ եմ, որ լինում են նախաձեռնություններ նման, ցանկալի է, որ յուրաքանչյուր մարզում լինեն, տեղեկանան եւ կոտրեն բռնության շղթան։ Միջոցառումն իրականացվում է ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հետ կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ հավատարմագրային հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, Հայկ Կապրելյան այսօր։